Ադրբեջանը վերջին ժամանակներում էլ ավելի ինտենսիվ է հիշեցնում Հայաստանից ունեցած իր պահանջների մասին, որոնք հիմնականում երկուսն են՝ Հայաստանի սահմանադրության փոփոխություն և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Դրանք այն թեմաներն են, որոնք դուրս են մնացել խաղաղության համաձայնագրի աշխատանքային տարբերակից, սակայն Բաքուն դրանք որպես նախապայման է օգտագործում խաղաղության պայմանագիր կնքելու համար։ Ադրբեջանը իր այդ դիրքորոշումները կրկնել է նաև վերջին բարձրաստիճան հանդիպումներին, ինչպես նաև առանձին հայտարարությունների ձևով։ Ադրբեջան-Էրմենստան սյուր պրոցեսի լաբաղլը Հայաստանի հանդեպ մեր ունեցած պայմաններից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, հետո Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Երևանից հետո Բաքու ժամանած Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերի հետ մամուլի ասուլիսին։ Ալիևը պնդելով սեփական փաստարկները այդ երկու հարցի լուծմամբ է պայմանավորել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ըստ նրա, դրանցից հետո այլ խոչընդոտ չի մնա փաստաթղթի կնքման համար։ Այս գաղափարը փոքր-ինչ նոր է թվում, քանի որ ադրբեջանական փորձագիտական դաշտում տևական ժամանակ նաև այլ պահանջներ էին շրջանառվում փաստաթղթի կնքման համար։ Գերմանիայի նախագահ Շտայնմայերի այցն ինքնին մեծ աղմուկ է հանել Ադրբեջանում։ Բաքվում բացասաբար է ընդունվել Երևանյան այցի ընթացքում նրա արած գրառումը, որն ուղեկցվել է Արցախի դրոշի նկարով և Արցախ հայերի վերադարձի մասին հիշատակմամբ։ Չնայած որ գերմանական կողմը արագ ջնջել է գրառումը և Բաքվից ներողություն խնդրել, միևնույն է Ադրբեջանում նրա այդ քայլը դիտավորություն և սադրիչ են որակել։ Այդ երկրում նաև հիշել են, որ որոշ ժամանակ առաջ էլ Գերմանիայի արդեն նախկին կանցլեր Օլաֆ Շոլցն էր խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։ Կովկասի հարցերով փորձագետ Ֆարհադ Մամադովը նշել է, որ Շտայնմայերը իր այդ քայլով ձախողել է երկար նախապատրաստված այցը տարածաշրջան։ Նրա կարծիքով այդքանից հետո Բաքվում չէր կարող լսելի դառնալ նրա խնդրանքը օրինակ հայ ռազմագերիների թեմայի շուրջ։ Այնուամենայնիվ նա այն կարծիքին է, որ Գերմանիայի հետ պետք է զարգացնել երկկողմ օրակարգը և դրանով հասնել որոշակի արդյունքների։ Օրինակ, նա նկատել է, որ Գերմանիան, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, մշտապես առաջնահերթություն է տվել տարածքային ամբողջականության սկզբունքին։ Դրանով Մամադովը ակնարկել է, որ գերմանական կողմը կարող է դեմ չլինել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջին։ Նախորդ շաբաթ հայտարարությունների մակարդակով փոխհրաձգությունը շարունակվել է Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր Ֆրանսիայի միջև։ Օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը սուր է արձագանքել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի հայտարարություններին, որը խորհրդարանական լսումների ժամանակ անընդունելի էր համարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման համար Բաքվի առաջ քաշած պահանջները, նշելով, որ այդ նոր պայմանները ձգձգում են ստորագրման գործընթացը։ Բացի այդ, Բարրոն կոչ էր արել ազատել Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր անձանց, նշելով, որ Փարիզը ուշադիր հետևում է դատական գործընթացին։ Բաքուն ի պատասխան վրդովվել էր, նշելով, որ Հայաստանի սահմանադրության փոփոխության հարցը 2 տարի է քննարկվում է, հասկացնելով, որ ադրբեջանական կողմը մտադիր չէ պայմանագրի կնքման համար հետքայլ անել իր պայմանից։ Եթե Ֆրանսիան, ինչպես որ ասում է, իսկապես աջակցում է խաղաղության պայմանագրի կնքմանը, այդ դեպքում պետք է հորդորի Հայաստանին համապատասխան քայլեր կատարելու համար, ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակը։ Ուշագրավ է, որ ժամանակագրորեն ադրբեջանական կողմը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոյի խոսքերին արձագանքել է ոչ թե նրա խորհրդարանական ելույթի օրը, այլ 1 օր հետո, երբ Բարրոն հանդիպել էր Թուրքիայի իր պաշտոնակից Հաքան Ֆիդանին։ Ըստ Ֆրանսիայի ԱԳՆ-ի հաղորդագրության, թուրքական և ֆրանսիական կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը, համոզմունք հայտնելով, որ առկա խնդիրները պետք է լուծվեն երկու պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքի հիման վրա։ Այսպիսով, չնայած հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման հարցում միջազգային դերակատարների ակնկալիքներին, Բաքուն շարունակում է պնդել իր պայմանները, ջանալով ցույց տալ միջազգային հանրությանը, թե գնդակը Հայաստանի դաշտում է։